դեպի քահանայի կողքին են նոր բանալիները, դուք դրանից հետո փորձել եք դեպի հովանավանք գնալ, հասկանալ ինչ վիճակի այնտեղ գոնեմատյաններին հասանելիություն ունենալ։ Ուրեմն նախ պատասխանեմ հետևյալը, որ եկեղեցու բանալիների հետ կապվածը ոչ թե 3 է կատարվել, այլ արդեն մեկ շաբաթ առաջ էր դա կատարվել։ Ուղղակի երբ որ ես ոստիկաններից մեկին հարցրեցի, թե ինչ խնդիր է, իրանք միջուկը հանեցին, տարան եւ բերեցին, փոխեցին եւ մեր մոտ եղած բանալիները այլևս անպետք դարձան։ Իրենք ասացին, որ անվտանգությունից ելնելով մենք էլ այլևս մանրամասների մեջ չմտանք, մտածելով, որ վարչապետի գալու հետ կապված անվտանգություն է պետք եւ բանալիները վերցրել են, բայց բանալիները շարունակաբար մնում է իրենց մոտ եւ այս տեղեկությունը, ինչպես դուք ասացիք, արդեն դարձել է, արդեն ընդլայնվել է եւ տեղեկությունը տարածվել է ամենուր։ Այո, բանալիները իրենց մոտ է։ Ըստ մեր թեմում եղած կարգ ու կանոնի, ամեն մի եկեղեցու բանալին գտնվում է մոմավաճառի մոտ։ Ով որ առավոտյան գալով շուտ, սահմանված ժամին բացում է, մաքրում, պատրաստում է եկեղեցին եւ այլևս հոգեվորական բոլոր հավատացյալները գալիս են եւ արդեն մաքուր պատրաստի եկեղեցում իրենց աղոթքն ու ամեն իրողություն կատարում են։ Եւ երեկոյան էլ արդեն մաքրելով, պատրաստելով եկեղեցին մոմավաճառը այդ ամեն ինչ հավաքում է, դուռը փակում եւ գնում է։ Հիմա ինքը այդ իրավունքը չունի։ Իր մոտ կան բանալիներ, նախկին բանալիներ, որոնք այլևս պետք չեն։ Բանալիները գտնվում են իր մոտ։ Ինքն է ամեն օր առավոտ գալիս, բացում, որոշ եւ իր հետ կան մարդիկ, ովքեր են դրանք չգիտեմ։ Եվ երեկոյան փակում է, գնում է։ Ինչ է տեղի ունեցել իսկապես, որ ասում եք։ Ափսոս ես չեմ նկարահանել այդ պահը, երբ որ միջուկը հանված էր ու միջուկի տեղը դատարկ էր։ Այո, եկեղեցու դռան միջուկը, որի մեջ բանալին մցում են եւ աշխատացնում ենք։ Եվ դրա իրենք հանեցին, տարան, փոխեցին, բերեցին։ Հիմա այն բանալին, որ կա մեզ մոտ, դա չի աշխատում։ Էլ ով է փորձել, թե փորձել են, չեն փորձել, չգիտեմ, հնարավոր է գնալ փորձել։ Դե բանալիները մոմավաճառի մոտ է։ Դուք հարցրել եք իրեն, ինքը փորձել է։ Նոր բանալիներն են մոմավաճառի։ Չէ, հին բանալիները։ Դուք ասացիք, որ օրվա տարբեր ժամերի գնում եք եկեղեցի, ինչ որ պետք էր այնտեղից վերցնում եք եւ այլն, հիմա չեք կարծում, որ ուշ ժամերի կամ շատ վաղ առավոտյան կարող եք այնտեղ գնալ։ Ինչպես է խախտվում ձեր արարողություններն այնտեղ, երբ դուք չունեք բանալին, բայց բաց է դռները։ Արարողությունները խախտվելու հետ կապված այսպես է, ուրեմն նախ չեմ կարող ստել, որ ես կգնամ ժամի 9-ին ու դուռը փակ կլինի, իրանք պայմանավորված, նախատեսված ժամին առավոտը գալիս բացում են, երեկոյան փակում են։ Խնդիրը այլ բանի մեջ է։ Խնդիրը, որ ուրեմն եկեղեցին ոչ թե իրանք դիփակեն բացեն, այլ պիտի սահմանված անձը փակի բացի։ Եվ երկրորդ, կարող է առաջանալ խնդիր, հիմա չի առաջացել, բայց կարող են ինձ գիշերվա կեսին զանգել եւ ասել, որ հիվանդ կա եւ սուրբ հաղորդություն պիտի տրվի։ Այդ դեպքում ես ինչպես պիտի հասնեմ։ Կամ հիվանդ կա, ում որ պետքա մկրտել եւ պիտի եկեղեցուց վերցվի մյուրոնը։ Ինչպես կարող եմ ես հասնել դրանց։ Իսկ ցերեկվա ժամերին ենթադրենք հիմա պսակ պետք է կատարվի։ Մենք հիմա որ վերադառնում ենք, այնտեղ պսակի արարողություններ։ Հիմա եթե պսակ լինի, կարող եք գնալ մտնել դա։ Ես չեմ գնա կատարելու, որովհետև այլևս հոգնել եմ այդ ամեն քաշքշուկների մեջ լինելուց։ Ինձանից որպես հոգևորականի ինչն է հասանելի ժողովրդին բացատրել։ Ժողովուրդը արդեն ինքն է ընտրում ու կուզի գնա կարգալուց արվածի մոտ, կուզի գնա աշխարհիկը իրան օրհնի, որպես հոգևորական, թող այդ օրհնությունը վերցնի։ Դուք անեք դա կկազմակերպի։ Ով որ ուզում է, որ ես անեմ, ես խնդրել եմ իրենց եւ այլ եկեղեցում եմ ժամադրություն նշանակել, գնալու եմ այլ եկեղեցում իրանց օրհնության կարգը կատարել։ Ինչու եթե այնտեղ գնաք, ինչ կլինի։ Դուրս կհրավիրեն կներեք, այսպես եմ ասում։ Ես արդեն 1-2 անգամ այդ քաշքշուկների միջով անցել եմ եւ ինքս էլ չեմ ցանկանա որևէ մեկի արարողությունը այդ տեսակ մթնոլորտում անցկացնելու։ Եթե այդ մարդիկ պիտի գան, պիտի ես այդ մարդկանց կանգնեցնեմ, հայտարարեմ եւ նորից ինչպես նախորդի ժամանակ կարող են եւ իրանց հյուրերի մեջ լինել մարդիկ, ովքեր
չիմանալով եկեղեցու կարգ ու կանոնը, հա, հակառակվեն, հենց բարեկամների մեջ հակառակություն լինի, այս ամեն ինչ, օրինակ ես ձեզ հարց տամ, եթե ձեր արողությունը լիներ, ձեր զավակի արողությունը լիներ, այդ տեսակ մթնոլորտի մեջ, քաշքշուկի մեջ կուզենայիք, որպեսզի անցկացներ ձեր իսկ զավակի արողությունը, կուզենայիք։ Եվ մի հարց էլ, հա, այդ Կիրակի օրը այդտեղ եղել են քահանաներ, որոնք կարգալույծ են, որոնք այլևս իրավունք չունեն այդ գործողությունը կատարելու։ Կիրակի օրը ես բացի նախկին իմ ծառայակցից այնտեղ տեսել եմ նաև Տեր Տարոն քահանային, ով որ դեռ կարգալույց հռչակված չէ, բայց որը, ինչպես գիտեք, ըստ իր հայտարարությունների կողմնակից է իրենց արածին եւ իր ներկայությունն եմ տեսել որպես հոգեվորականի այնտեղ, ուրիշ հոգեվորականների չեմ տեսել։ Տեսակցություն կա։ Ռոբերտ Սարկավագե ինքը Facebook-ում այդպես է հանդես գալիս եւ ըստ նկարների ինքը այնտեղ է եղել։ Ես անձնապես խորանում այն մարդիկ, ովքեր ծառայության են եղել կարգալույց եղած հոգեվորականի հետ եւ մասնակցել են պատարագին, անձնապես իրենցից ոչ ոքի չեմ ճանաչում։ Այո, լսել եմ, գիտեմ, ես էլ տեսանյութերով տեսել եմ այդ մարդուն, որ հանդես է գալիս որպես Սարկավագ, բայց ըստ իմ ունեցած տեղեկությունների ինքը հայ առաքելական որևէ եկեղեցում ծառայություն, սպասավորություն չի բերում։ Տեր Սարգիս, դուք եթե հնարավորություն ունեք այնտեղ ինչ-որ արարողություն կատարելու, եկեղեցական ինչ-որ կարգ պետք է կատարվի կարգալույց եղած քահանայի արարողությունից հետո, որ դուք այնտեղ ինչ-որ բան իրականացնեք։ Ինչքանով ուրեմն ես տեղյակ եմ, Մայր Մաշտոցի մեջ կա սրբագործման մի կարգ, այսինքն երբ որ հեթանոս որևէ մի անձ անհավատ այնպիսի մի մարդ, այսինքն աշխարհականով որ չի կարող իրեն թույլատրված չէ եկեղեցով չունի շնոր որևէ արարողություն, որևէ խորհուրդ կատարելու, բայց գալիս է եւ եկեղեցում ինչ որ կարգ է կատարվում, դրանից հետո Մայր Մաշտոցը ունի հրահանգ, որ պետք է կատարել սրբագործության կարգ։ Բնականաբար դրա մասին Մայրաթորը իր պաշտոնական հայտարարությունը պիտի անի, ես սա ասում եմ այնքանով ինչքանով գիտեմ, բայց հայտարարությունը վերջնական հաստատումը պատկանում է Մայրաթորին եւ մեր թեմի վարչական խորհուրդը կգնա Մայրաթոր, այդ վերջնական պարզաբանումներն էլ կունենա եւ ըստ այդմ նոր մենք կունենանք մեր թեմի պաշտոնական հայտարարությունը այդ մասին։ Հիմա այսօր այնտեղ հարսանիք է, պսակադրություն է եղել։ Ստացվում է այդ սուրբը ինչ-որ ամեցքի տակ է ընկել, թե ինչ է, ինչ կա։ Ըստ եկեղեցական կանոնների, ժողովական կանոնների, մեր հայրերի գրվածքների, այո, եթե մարդը գնում է եւ առանց իմանալու, անգիտությամբ, չիմանալով դառնում է մասնակից, այսինքն օրնություն է վերցնում կարգալույց եղածից, մասնակից է դառնում որևէ արարողության, բայց դրա մասին չիմանալով, անտեղյակ լինելով, իր հետ ոչինչ չի պատահում։ Բայց եթե գիտի եւ կամավորաբար գնում է, ուրեմն պիտի պատրաստ լինի նաեւ դրանից բխող պատասխանատվությունը կրելու, այսինքն կանեցք է դա ինչ որ պատիժ, չգիտեմ, ինչ որ կգա Աստծո կողմից, թող իրենք պատրաստ լինեն դա նույնպես ընդունելու, որովհետև այն ինչ որ իրենք ընդունում են, օրհնություն չէ։ Տեսակից տևական ժամանակ ինչ Հովանավանքի տարածքում ոստիկանական ուժեր են։ Մյուս եկեղեցիների տարածքում, թեկուզ այստեղ դուք նկատել եք, որ ոստիկանները կան փորձեն պաշտպանել եկեղեցու տարածքը։ Ոչ միայն այլ եկեղեցու, այլ ավելին ասեմ, Հովանավանքի տարածքում ես 1 տարուց ավել է Հովանավանքում ծառայում եմ իմ նախկին ծառայակցի հետ եւ մինչեւ այս որևէ դեպքում բացի այն միջադեպը ինչ որ տեղի ունեցավ նորանշանակ Տեր Մանուկ քահանայի հետ կապված, որ ոստիկանները հայտնվեցին, դրանից առաջ տարուց ավել ես ոչ մի ոստիկանի չեմ տեսել, որ գա Հովանավանքի տարածք եւ փորձի Հովանավանքում մեզ համար ապահովություն Հիմա իրենք այնտեղ են, ներողությունը փատում եմ։ Հիմա ոստիկաններն այնտեղ են եւ Կիրակի օրն էլ ոստիկանները ըստ էության թույլ չեն տվել հայր շնորհքին մոտենալ եկեղեցուն փաստաբանի հետ եւ
առհասարակ ստացվում է, որ եկեղեցուն պատկանող տարածքը հիմա տնօրինվում է կարգալույց քահանայի կողմից։ Ոստիկանությանը ինչ որ ասելիք ունեք, ինչ անեն իրենք եւ ինչու չեն անում ձեր կարծիքով։ Ուրեմն ոչ թե իմ ասելիքն է, ինձանից առաջ Մայրաթորի փաստաբանը, պարոն Արա Զորաբյանը համապատասխան փաստաթղթերով ներկայացել էր Հովանավանք ըստ սահմանադրությունով կարգված եւ մյուս օրենքներով հաստատված կարգ ու կանոնի ներկայացել էր մեր փաստաբանը նաեւ պայմանավորված նախորդ պայմանավորված լինելով ոստիկանների հետ, որ իրենք էլ պիտի գային եւ իրենց պիտի հանձներ Մայրաթորի խնդրանք ասեմ, պահանջ ասեմ, դիմում, չգիտեմ ինչպես է ձևակերպումը կարելի կլինի ճիշտ ձևակերպել դիմումը, որպեսզի ոստիկանները պաշտպանեն Մայրաթորի իրավունքները, այն իրավունքները, ինչը հաստատված է սահմանադրությամբ եւ մյուս օրենքներով, բայց իրենք չներկայացան։ Ինչ է անում ոստիկանությունը։ Նույն բանը կատարվեց, երբ որ Կիրակի օրը Հայր շնորհքը լինելով մեր թեմի ներկայիս վարչական խորհրդի ատենապետ նույն փաստաբանի հետ ներկայացան, որպեսզի ժողովրդին հայտնեն եկեղեցու կարծիքը, որ այն ինչ որ կատարում է հիմա Հովանավանքում կատարվեց, այսինքն արդեն իսկ Կիրակի օրը կատարվեց Հովանավանքում, դա եկեղեցու կարգ ու կանոնին դեմ է։ Եվ սա էր այցելության նպատակը եւ նաեւ հնարավորության դեպքում բնականաբար լավ կլիներ, որ կարողանար Հայր Սուրբը եկեղեցի մտներ եւ ինքը պատարակ կատարել, բայց որի հնարավորությունը ինքներդ արդեն տեսակ եւ բոլորս էլ տեսանք, որ ինքը հնարավորություն չունեցավ անգամ եկեղեցուն մոտենալու։ Ոստիկանությունը կատարում է իր ֆունկցիան այս դեպքում։ Այս մեկ շաբաթից ավել եղած եղելությունները ինքներդ մեկնաբանեք։ Ես է որ պիտի մեկնաբանեմ։ Բոլորիս աչքի առաջ է կատարվում, ինչ որ կատարվում է։ Ձեզ Կիրակի օրը քննչական էիք կանչել, բայց դուք չգնացիք պատարագը մատուցելու համար, ինչ այդ գործընթացը ինչ փուլում է գտնվում։ Ուրեմն ոչ միայն ես, այլ մեր թեմի ամբողջ քահանայի ստասը ստացել էր նույն ծանուցագրերը Կիրակի առավոտյան ժամը 9-ին ներկայանալու քննչական բաժին։ Եվ մենք քահանա եղբայրներով թեմի վարչական խորհրդի հետ միասին ժողով հրավիրեցինք, քննարկեցինք եղբայրաբար եւ որոշեցինք, որ ավելի լավ է մենք պաշտպանենք պատարագ կատարելու եւ ժողովրդի աղոթական այդ ծիսական օրը Կիրակին ապահովելու, թեկուզ եւ ենթակա լինենք բերման ենթարկվելու, բայց մենք գնացինք, պատարակեցինք, մեր հետևից ոչ ոք չեկավ, ճիշտ է մեզ հետևում էին ստուգելու համար, թե մենք արդյոք գնում ենք այն նշած եկեղեցիները, որը ըստ մեր ստորագրության նշել էինք, թե ուր պիտի գնանք, որտեղ պիտի պատարակենք, իրենք եկան, ստուգեցին, համոզվեցին, իսկ դրանից հետո այն դիմումը, որ փաստաբանների միջոցով ներկայացվել է իրենց հետաձգման համար, դրանից դեռ պատասխան չունենք։ Այսինքն ոչ ինձ, ոչ մեկիս չեն կանչել, երբ կկանչեն, այսինքն իրենք ծանուցում կուղարկեն, դեռ չեն ուղարկել։ Գործի մասին նշել են ինչ գործի։ Դե մենք երբ որ առաջին անգամ մեզ քահանայերից բերման ենթարկեցին, մենք հիմա այսպես ասած հանդես են գալիս որպես վկաներ։ Հա, հոգևորականների կալանավորման հետ կապված։ Հա, առաջին անգամ երբ որ մեզ տարան, մենք ցուցմունք ենք տվել որպես վկայի, այսինքն հիմա ես ունեմ վկայի կարգավիճակ եւ օրենքը ինձ որպես վկայի իրավունք ունի ծանուցում ուղարկելու, ես էլ պարտավորություն ունեմ ըստ այդ ծանուցման ներկայանալու եւ գործի հետ կապված, եթե իրանք ունենան էլի հարցեր, այդ հարցերին պատասխանելու։ Հավատացյալները բավարար չափով տեղեկացված են, որ եկեղեցին օրինակ բացված է, այնտեղ պետք է արարողություն կատարվի միայն Չգիտեմ ինչ ասել է բավարար չափով, որովհետև Մայրաթորի հայտարարությունը կա, թեմի հայտարարությունները կան, մենք քահանաներով մեր անձնական էջերով կիսվում ենք, այդ ամեն ինչով փորձում ենք ամենայն դեպս ինչքան հնարավոր է լայն շրջանակներ ապահովել տեղեկատվության, որպեսզի ամեն ոք տեղյակ լինի։ Իսկ մտահոգություններ հայտնում են իրենք հավատացյալները, ձեզ հետ Բնականաբար մտահոգություններ հայտնում են ժողովուրդը, շատ անգամներ ցանկություն են հայտնել գալու Հովանավանք,
անձամբ ինձ զանգել են շատ ընկերներ, շատ հավատավորներ իմ եկեղեցիներից, իմ նախկին ծառայության վայրից, ես ճիշտն ասած մերժել եմ իրենց ներկայությունը Հովանավանքում, տեսնելով ներկա իրավիճակը, չեմ ուզեցել որևէ մեկին ավելորդ նեղության մեջ գցել, որպեսզի կարող է գան, մեկ էլ տեսար ինձ որպես իրանց քահանայի ասցեին մի բան ասեցին եւ կարող է քաշքշուկ սկսվել, բախում սկսվել, որը մենք չենք ցանկանում որևէ մի դեպքում այդպիսի բան անել, ինչ որ իրանք անում են, թող Աստված իրանց էլ եւ ամենքից էլ պատասխանները կտա։ Մենք չենք ցանկանում պարակտում մտցնել մեր հավատացյալ ժողովրդի մեջ։ Մեկ եկեղեցի ենք, մեկ ընտանիք ենք եւ իմ աղոթքն է, իմ ցանկությունն է, որ Տերը պահի մեզ ամենքից ամուր, մեր մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողքին, մեր վեհափառ Այրաբեդի գլխավորությամբ ամուր լինենք ամենքս։ Եթե մենք դա չուզենայինք, Կիրակի օրը պատարագի փոխարեն ամենքս մեր եկեղեցու հավատացյալներին պիտի առնեինք, իջնեինք բախման, որը մենք երբևէ չենք ուզել եւ չենք էլ ուզի։ Օրինակ եկեղեցու նոր չկան, չի տրվել թե սպառվել է։ Սպառվել է, չենք տանում։ Օրենսեք Տեր հայր ներողություն միացած ես քիչ առաջ մեզ հետ Ստեփան Ասատրյանը զրույցում ասել է, որ ինքը ոչ մի փական չի փոխել, ամեն ինչ նույնն է, չի հիշում թե երբևէ նման բան եղել է եւ ասում է, որ այդ մատյանները, որտեղ ծիսակատարությունների համար գրանցումներ է կատարվում, իր մոտ չի։ Ուրեմն ափսոս, որ ես չհասցրեցի նկարել այդ պահը, երբ որ միջուկը հանված էր ու այդ տեղը դատարկ էր, ինչու էին հանել։ Ինքն էլ տեղյակ չէր։ Գուցե հիմա գնանք փորձենք տեսնենք երբ բանավորները բացում են փականները։ Գուցե իրոք չեն փոխել։ Գուցե այդ պահին համար ինչպես դուք եք ասել։ Ավելի լավ չի մի անգամ փորձենք։ Մենք կգնանք կփորձենք։ Չգիտեմ, երբ կգնանք, բայց կգնանք կփորձենք։ Իսկ այդ գրանցամատյանը, որի մեջ որ մենք միասնաբար նշումներ էինք անում մեր արարողակարգերի համար, ես թողել եմ եկեղեցուն։ Եվ այս վերջին օրերին մանավանդ համերամիշտ էլ իր մոտ է եղել։ Եվ էդի չեմ կարծում անենց բանը, որ ես իրեն երբևէ չեմ մեղադրել, որ ինքը պահելա, որպեսզի ես տեղյակ չլինեմ դրանից, հա? Կարծում եմ դրա մասին ինքը, չգիտեմ, ին վրա գցելու կամ արդարացումներ փնտրելու պիտի որ կարիք չունենար։ Ասում եմ եկեղեցում ավելի կարևոր խնդիրներ կան այս պահին եւ մենք նկատի ունենալով լրագրողներս փականների իր խոսքով ասած զամոկների հետևից ենք ընկել թողած այդ լուրջ հարցերը։ Դա իրանք նկատի ունենալով այդ տեսանյութերը, որոնք մի քանի օր առաջ տարածվել էին։ Գիտեք ինչ, ես քահանա եմ, այո, ինձ եկեղեցին տվել է քահանագործելու իշխանություն, Աստծո ժողովրդին ծառայելու իշխանություն, այդ եկեղեցին իրավունք ունի ինձ տալու եւ վերցնելու։ Դա Տիրոջով է ասված, Տեր առաքյալներին տվեց եւ ասաց իրավունք ունեք կապելու եւ ինչ որ կապեք, կապված կլինի եւ երկնքում։ Ինչ որ արձակեք երկրի վրա, արձակված կլինի նաեւ երկնքում։ Հա, իսկ որ ես նույնպես մեղավոր եմ, ինչպես որ ամեն մի մարդ, մահկանացու մարդ, ես դա երբեք չեմ դրժում, հա, որ ես մեղավոր մարդ եմ։ Ես իմ հոգևոր կյանքով սովորելով այդ իմ սովորածը ծառայեցնում եմ նաև իմ ժողովրդի համար։ Իսկ ինչ որ տեսահոլովակներ են ցուցադրվում, չգիտեմ, ինչ որ հեյուրանքներ են, ինչ որ մեղադրանքներ են հնչում, ես չեմ ուզում ինձ Աստծո տեղ դնել ու որևէ մեկի համար դատավոր լինել։ Դրա համար կա գերագույն իշխանություն, եկեղեցական իշխանություն, եթե ես գողություն եմ անում, ուրեմն ես դառնում եմ հանցագործ իմ երկրի, ես երկրի քաղաքացին եմ։ Եթե ես կատարում եմ մի գործ, որը դեմ է այս երկրի օրենքներին, ինձ այս երկրի օրինական ներկայացուցիչները կկանչեն եւ անպատասխան պատասխանատվության կենթարկեն։ Բայց եթե ես կատարում եմ մի որևէ սխալ, որը
սխալ չի համարվում իմ պետության, իմ երկրի օրենքով, բայց սխալ է համարվում իմ եկեղեցու օրենքով, այդտեղ պետական իշխանությունը, պետական օրենքը գործ չունեն։ Այդտեղ ին վրա գործում է եկեղեցական օրենքը։ Եվ ես էլ կամավորապես ընդունած լինելով եկեղեցու իշխանության տակ լինել, այսինքն քահանա լինելը, պարտավոր եմ ենթարկվել այդ եկեղեցու կողմից իմ հանդեպ դրված դիրքորոշմանը, որոշմանը։ Ես այսքանը գիտեմ։ Իսկ մնացածը ով է մեղավոր, ով ինչ կարգի է, դա համապատասխան մարմինները եկեղեցական կզբաղվեն, կլուծեն այդ հարցերը, դա իմ գործը չի։ Արագածոտնի թեմն արդեն օրեր շարունակ է առանց իր առաջնորդի այստեղ մնացել եւ 2 ամիս պլանավորված է եպիսկոպոսը, ինչ որ խնդիրներ առաջանում են այս ընթացքում եկեղեցական պայմանավորված։ Բնականաբար մենք շատ ցավում ենք Սրբազան հոր անհիմն ձերբակալությամբ, շատ կրում ենք իր պակասությունը, որտեվ ինքը ամեն մի եպիսկոպոս այդ թեմի տարածքի համար որպես հոգևոր հայր է։ Խնամակալ ձեռքը առաջնորդական շատ կարևոր է։ Մենք քահանա-հայրերով, վարչական խորհրդի հետ փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի թեմում կատարվող հոգևոր, ծիսական, այսինքն այն ինչ որ թեմը իր որպես իր հոգևոր ծառայություն պետք է կատարեր, փորձում ենք այնպես անել համախմբված համատեղ ուժերով, որ ոչինչ չտուժի։ Բնականաբար կարող ենք մենք ամեն բան չէ որ կարողանանք հասցնել, ինչ որ Սրբազան հայրը իր ներկայությամբ կարող էր ապահովել, բայց փորձում ենք այդ ամեն ինչ անել։ Եվ մեր աղոթում ենք մեր Սրբազան հոր եւ ոչ միայն մեր թեմակալի, այլ նաեւ մյուս Սրբազան հայրերի, մեր քահանա եղբոր եւ մնացած բոլոր բանտարկյալների շուտապույտ ազատության եւ արդարության վերականգնման համար։